որը շատ մեծ հետք թողեց, իհարկե անկորուստ մենք էլ դուրս չեկանք այդ ամեն ինչից, հայրիկը ծանր էր տանում իհարկե, չէր կարողանում ստեղծագործել, բայց իր մեջ ուժ գտավ, հաղթարեց եւ կարողացավ գտնել հենց նկարչության մեջ այդ լույսը։ Նա պայքարում էր այստեղ իր վրսնով եւ նա նույնիսկ հարցրեցին մի օր, մեկը հարցեց, իսկ դու ինչի՞ չգնացիր պատերազմ կռվելու, ոնց որ շատ նկարիչներ, արվեստագետներ, ասեց իմ կռիվը իմ վրսնով էր։ Մարդը ինքը իրեն չի տեսնում կռվի դաշտում, ինքը այստեղ էլ կարող է այդ պատերազմը մղել եւ հաղթանակել։ Իր տեսակով հաղթանակող էր, որտեղ ուժեղ կամքի տեր էր եւ շատ աշխատասեր, ինքը ուժեղ ինտուիցիա ուներ, ինչպես շատ նկարիչներ, եւ այդ ինտուիցիան երբեք իրեն չէր խաբում ու կարողանում էր կանխատեսել շատ բաներ, օրինակ գիտենք, որ համաշխարհային շատ նկարիչներ մոտ մի 10-15-20 տարի հետո տեսնում են ինչ պիտի լինի եւ այդ ամենը փոխանցում կտավին, այդպիսի կտավներ մենք էլ ունենք։ Եվ շատ կուզենայի, որ այդ մեծ անհաջողություն կոչվածը, որ այդպիսի հարց ծագեց, անհաջողություն չէր, նա ինքը կռվում էր, պայքարող տեսակ էր եւ դուրս էր գալիս բոլոր տեսակի փոսերից։ Հայը եւ հայի էությունը նրա պատկերացումներում, գիտեք ինչպես էր, քանի որ նա մեր մեծերին Մաշտոցի, Խորենացուն, Նարեկացուն, բոլոր լավագույն գրողներին ընդունում էր որպես հայի վառ կերպարներ եւ մեր բանաստեղծներին, գրողներին, բոլորին։ Նա նաեւ շատ կապված էր Աստվածաշնչի հետ եւ շատ եկեղեցին եղել է առաջին տեղում էր։ Մեր եկեղեցով մենք դաստիարակվել ենք մանկուց, այն ժամանակ դեռ Վանաձորում, որ բոլորը նույնիսկ թարս աչքով էին նայում, պապիկս իր տղաներին ամեն կիրակի տանում էր պատարագի, նույն ձևի դաստիարակվեցինք մենք եւ ասեմ, որ այդ ամենը անդրադարձավ հետագայում նրա մտածողության մեջ։ Կարծում եմ, որ հավատքը, որը մեծ տեղ ուներ իր համար, տվեց այսպիսի արդյունք, այսպիսի արվեստ, կան